Բարև, սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, կխնդրեմ հաղորդման ընթացքում լինեք ակտիվ, կխնդրեմ դնեք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը, ինչպես արդեն բոլորը գիտեք, հարևան երկրում Իրանում պատերազմ է սկսվել, բայց մինչև պատերազմի մանրամասներին անցնելը ակամայից ես հիշեցի ջերմուկյան դեպքերը, երբ որ Ադրբեջանը հարձակվել էր ջերմուկի ուղղությամբ եւ եթե ես չեմ սխալվում, մոտ 3-ից 4 կիլոմետր խորացել էր այդ ուղղությամբ, ի դեպ միջև հմիել ընդեղեն, այն որ շտաբի պետը ասում էր կսովածանանք, թողենք էթան, մի խոսքով միջև հմիել ընդեղեն եւ հիշեցի պայծառագլուխ մեր քաղաքական այսպես կոչված գործիչներին, ովքեր որ հորդորում էին, չգիտեմ, երկրի ղեկավարությանը, որ գիտեք ինչ կա, պետք է Պարսկաստանը օգնության ձեռք է մեկնում, ինչու այդ ձեռքը չեք սեղմում, ասում է բերեմ, զորքերը դնեմ, չգիտեմ, ռազմաբազա բերեմ դնեմ Սյունիքում, ինչու չեք ընդունում, դուք մի պատկերացնում եք, եթե հանգարց երկրի իշխանությունները ընդունեին Իրանի, չգիտեմ, այդ առաջարկը, եթե այդպիսի առաջարկ եղել էր իհարկե, եթե այս ոչ պրոֆեսիոնալ մարդիկ եւ շատ հաճախ ես ասում եմ ոչ հայամետ, որտեղ աշխատում են սրա կամ նրա պատվերով, այ ոչ Հայաստանի Հանրապետության շահերով, ասում էին, որ Իրանը առաջարկում է, որ զորք բերի Սյունիք կամ ռազմաբազա բերի Սյունիք եւ երկրի իշխանությունները մերժեցին, այդպիսի հակահայ քայլ արեցին։ Հիմա դու պատկերացրեք, նայեք, պատերազմ է գնում եւ Իրանը հրթիռներով հարվածում է այսպես կոչված կողքի երկրների Միացյալ Նահանգների ռազմաբազաներին, իհարկե ոչ այդքան հաջող, բայց հարվածում է, վնաս է տալի, չէ, այդ երկրին, որտեղ որ գտնվում է այդ ռազմաբազան, ինչքան էլ հակաօդային համակարգը աշխատի, 1-2 անցնում է ինչ-որ միտեղ ինչ-որ վնաս է տալի տվյալ երկրին։ Հիմա նայեք, պատկերացրեք Իրանի ռազմաբազան լիներ մեր Հայաստանում, Սյունիքում, պատկերացնում եք, մատ հիանալի այսպես կոչված հրթիռ ամերիկական կամ իսրայելական ուղիղ գալու էր ընկներ Սյունիքի մեջտեղ այზე բամբ, հասկանում եք, այ որ հմի այդ պայծառագլուխներին որ տենակ մի հատ հարց տվեք, արա դուք այդ ինչով էիք մտածում вообще, դուք ընդհանրապես կամ մտածում եք, թե չեք մտածում, հենց այս մարդիկ են, որ մեր երկրի դժբախտությունն են, անպայման չգիտես ինչ կա, որ լինես իշխանություն, չնայած շատերը որ ասում էին, որ ժամանակին եղել էին իշխանություն, երբ որ ընդդիմադիր ուժերը, ուր ընդդիմադիր, երբ որ մարդ, որ իրան կոչում է քաղաքական գործիչ, եւ ինչ որ, չգիտեմ, մի քանի հոգու հավաքում է, իր արևին կուսակցություններ է ստեղծում, բայց 2 կոպեկի խելք չունեն, եւ իրա քթից միջև էմպատը տեսողություն չունեն, այսի է բերում երկրի կործանմանը, երբ որ ընդդիմությունդ առողջ չի, իհարկե իշխանությունն էլ առողջ չի կարող լինել, հասկանում եք, երբ որ ընդդիմությունդ առողջ լինի, երբ որ ընդդիմությունդ առողջ լինի, իշխանությունը կստիպի, որ առողջ աշխատի, հասկանում եք, եթե ինչ-որ այն ուժեղ բռնապետություններից չի, չգիտեմ, Բելարուսը չի, կամ չգիտեմ, Ռուսաստանը չի, որ բռնեն սաղին գնդա կարեն գցեն, չգիտեմ, մեկը կորավ, մեկը փոշիացավ, մեկը գիժա, մեկը մոստից կախին, մի խոսքով, հասկանում եք, չէ՞, այս մարդիկ ուզում էին անենց բան առաջարկեին, որ այսօր պետք էր ամերիկական հրթիռները ընկնեին Հայաստանում, հոդե որ ընկավ, էլ ինչ կապ ունի, թե մի ուղի հենց այդ բազայի մեջ ընկավ, թե ընդ չգիտեմ կողի տան վրա ընկավ, թե կողքը դբրոց կար, թե մի քիչ շեղվավ, չշեղվավ, հասկանում եք, ու դրանից շատերը կարող է հենց առիթավորվեին եւ Սյունիքի հարցերն էլ այդտեղ լուծեին։ Էսի sense պրոստը հիշեցում, էլի մենք իհարկե հեսա կխոսենք ամենակարևորից, էս պրոստը հիշեցում, որ բոլորդ լավ հիշեք այդ մարդկանց, այդ սուտի քաղաքական գործիչներից, որ իրանցից քաղաքական գործիչ չեն ներկայացնում, իրանք անունն են, սամազվանեց են իրականում, իրանք սամազվանեց են, իրանք քաղաքականությունից ոչ մի բան չեն հասկանում, ընդհանրապես, հա, այդ մարդիկ, ոչ մի բան,
Պրոստը Հայաստանում այդ տեղը դատար կա, իրան գալի նստում է, ես մի քանի անգամ ասել եմ, ինչքան անգործ բառադի կա այսօր Հայաստանում, ուզում է դառնա քաղաքական գործիչ։ Ինչքան բառից ուղի իմաստով բառադի կա, բառադի։ Այսօր Հայաստանում դառնում է քաղաքական գործիչ կամ քայլեր է անում, որ ինչ-որ քաղաքական փոփոխություններ անի, բան, չգիտեմ, ամեն մեկը իր ձևով ոբշե մի ցնդաբանություն առաջ է ուզում տանի։ Սա հիշենք, որտեվ սեն ժամանակը բոլորին բերում դնում է իր տեղը։ Եվ այսպես, ժողովուրդ ջան, մենք անցնենք հեսա իրանական պատերազմի այսպես կոչված մանրամասներին։ Առանց այդ այսպես կոչված քարոզչական լրատվական բաներով, քանի որ ես վիդեոներ տեսա, չգիտեմ, անգամ հայկական կողմն է տարածում, որ EI-ով սարքա, այսինքն այդ արհեստական բանականությամբ սարքած վիդեոներ, որ չգիտեմ, Իրանը խփեց ստե, խփեց ընդե, խոսքը եթում է կարևոր կետերի հարվածները, ոչ թե այն, որ շենքերին բան հարվածներ է լինում այդ շահերով, բան, շատերի այո իրական են, եւ բոլորս տեսել ենք, բայց այնտեղ այնպիսի վիդեոներ կան, որ սեն զռում է, նայում ես զռում է, որ սա իրական չի։ Երեք ավելի ճիշտ հայ, հենց երեք այդ առավոտն էլ մի հատ վիդեո տեսա, հենց հայտնեցին այդ պատերազմի մասին, վիդեո տեսա, որ գցենք էդի տեսել էի, չգիտեմ, 2 տարի առաջ։ Ու սես տարածում են առանց ֆիլտրի, առանց բան, եւ իհարկե նույն քարոզչության տեսքով, որը որ էլի հատուկ զակասով է, որ գիտեք ինչ կա, Իսրայելը կներեք, Իրանը անցյալ պատերազմին եղավ 12 օրյանոց այդ պատերազմին, որ սա ինչ որ հելել էին շուխուր էին անում, որ Իրանը Իսրայելին հողին է հավասարացրել, քաղաքները փակել են, չեն թողում նկարեն, որտեվ սա հողին է հավասարացրել։ Մի խոսքով, մի հատ խայտարակ սուտ, հա, եւ այս անգամ ես կփորձեմ այդ սուտը հանգարց չթողեմ, որ տարածվի ձեր մեջ, եւ ես հեսա շատ համառոտ եւ կարճ կպատմեմ, թե իրականում ինչ է տեղի ունենում եւ ինչ է տեղի ունեցել, հա, ամենասկզբից։ Եվ այսպես գնացինք։ Եվ իհարկե մենք պետք է հասկանանք ինչպես սկսվեց ամեն ինչ, բայց միջև հասկանալը ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանում վերջապես հասանելի է YouTube-ի մոնետիզացիան, ժողովուրդ ջան, պատկերացնում եք, ճիշտ է 2026 թվականն է, բայց այսպես կոչված ավելի լավ է ուշ, քան երբևէ։ Նենց որ այսուհետ ալիքին աջակցելու համար ինչ որ երկրորդական կամ երրորդական այդ համացանցային ծառայություններից պետք չէ էլ օգտվել, հա, այդ ձև չգիտեմ, Կոֆեյա, Patreon-ա եւ այլն, այլ sense ուղիղ YouTube-յան գործիքներով դուք արդեն կարող եք աջակցեք։ Նախապես շնորհակալություն բոլորին, ովքեր որ օգնել են եւ օգնելու են իմ ալիքին։ Դե հիմա եկեք հասկանանք, ժողովուրդ ջան, վերջի հարվածները սկսվեցին մի շատ հետաքրքիր ձևով։ Սովորաբար նման հարձակումները այսպես կոչված լինում են գիշերը, բայց այս անգամ իհարկե հարվածները, ինչպես գիտեք, հասցվեցին առավոտյան։ Ինչու, որտեվ Իրանը գիշերն էր սպասում։ Այս մի հատ բան կա, որ ստացվեց այնպես, որ Իրանին նորից կարողացան հանկարծակի բերեն։ Հիմա կասես ինչու նորից, որովհետև անցյալ անգամ այդ 12 օրվա խոսքը պատերազմի մասին է, որ տեղի ունեցավ, Իրանը ասես գիտես ինչ կա, մենք մեզ խոստացել էին, որ մեր այդ բանակցում են եւ մեզ հարվածեցին։ Եվ հիմա պարզվեց, որ այն հարվածները, որ մենք տեսանք, այն կադրերը, որ մենք տեսանք, այն վիճակը, որ մենք տեսանք իրանական օդում, պարզվեց, որ այս մարդիկ չէին սպասում հարված։ Ինչքան տարօրինակ կա հնչում, որ սաղ նավերը կանգնած էր ընդե բան, բայց իրանք այդ ժամին չէին սպասում, որտեվ մեծ խմբով բարձրաստիճան պաշտոնյաներ, ռազմական իհարկե պաշտոնյաներ են մահացել, հա։ Հիմա մենք խոսանք ամեն ինչի համար, բայց այս ամենով կարելի է հենց այստեղ առաջին կարևոր փաստը արձանագրել։ Իրանին կրկին բռնացրեցին անպատրաստ վիճակով։ Սա արդեն պատահականություն չէ, ժողովուրդ ջան, սա նշանակում է կամ Իրանի հետախուզական այդ ծառայությունը երկրի ներսում շատ վատ է աշխատում, կամ կա Իրանում ինչ-որ ռազմաքաղաքական համակարգի լուրջ ճեղքում, այսինքն հնարավոր է, սա արդեն իմ եզրակացությունն է, հնարավոր է, որ, չգիտեմ, իրանք էլ դժգոհ լինեն երկրի իշխանություններից եւ փորձեն այս կերպ բոյկոտեն եւ փորձեն այս կերպ ազատվեն երկրի իշխանությունից, մանավանդ վերջի իրադարձություններից հետո, երբ որ մեծականակ մարդիկ մահացան, հա։
Հիմա եւս շատ կարեւոր բան, ասում է, առաջին նպատակը ոչ թե եղել են օբյեկտները, այսինքն ռազմական օբյեկտները, այլ ղեկավարությունը, հա։ Շատերը մտածում են, թե առաջին այդ հարվածները ուղղված էին ռազմական օբյեկտերին, բայց ոչ, ժողովուրդ ջան, առաջին նպատակը եղել է ղեկավարության ոչնչացումը։ Դե խոսքը առաջին, որ ասում եմ, խոսքը իհարկե հոպ համակարգի մասին չի, իհարկե հոպը միշտ առաջինն է, հոպը չհաշված, եղել է ղեկավարության ոչնչացումը։ Երբ պատերազմը սկսվում է այդ հրամանատարության դեմ հարվածներով, դա նշանակում է մեկ բան, ուզում են կտրել պետության գլուխը։ Ինչ է այս պահը ինձ հիշացնում, քանի որ այս հրամանատարության կետային հարվածները, որ սենց ոչնչանան, հա, այս հրամանատարությունը բանակի, ինձ հիշեցրեց, որ նախ սա դանդաղեցնում է, հա, բանակին, իհարկե, եթե հրամանատարությունը չկա, բանակը դանդաղում է։ Եվ Արցախյան պատերազմում ինձ ինչ հիշեցրեց, որ մեր տղեկը մնում էին միջև վերջ կռիվ էին անում, իսկ հետևից, հա, այն բարձր պաշտոնյա հրամանատարներ են, չգիտեմ, գեներալներ են, չգիտեմ, զինվորականներ են, բայց թողեցին փախան, այսինքն մեր տղեկին մենակ թողեցին։ Հիմա սա է, սրանք որ բանակին դանդաղացնեն, վեկալում են հրամանատարությանն են խփում։ Այ որ մեր հրամանատարությունը չփախներ, եւ սա փաստ է, եւ մենք պետք է արձանագրենք, որ իրանք փախել են ախպեր, փախ է, չկա ուրիշ ձև։ Հենց հիմի նայեք, թե չգիտեմ, ընդ Պաղեստինը, Աֆղանստանը տեսել եք ոնց է կռվում, բանի դեմ։ Պակիստանի դեմ, չստիկներով, բան, ռագատկով, բան, չգիտեմ, ավտոմատով, այդքան Պակիստանը, չգիտեմ, տեխնոլոգիաներ, սամալյոտներ, ատոմային բոմբ ունի։ Արա ինչ անեմ, արա, քայլելով ավտոմատով կմտնեմ, բուգուտ կկտրեմ, կհելնեմ։ Սրանք փախան, որտեվ իրանք ռազմական ստրատեգիայից ոչ մի բան չէին հասկանում։ Փախան, որտեվ իրանք բերեն նշանակել էին, որպես չգիտեմ, ինչ պաշտոն, հա, զինվորական։ Աստված գիտի ինչ պաշտոն, բայց ընդհանրապես ռազմական, արվեստյա, չգիտեմ, ստրատեգիայա ոնց է կոչվում, ոչ մի բանի հետ իրան կապ չունեին։ Եվ լսելով առաջին թուրքական կրակոցները շանպես փախան եւ մեր ոսկի տղեկին թողեցին մենակ։ Հիմա Իրանում այդ ձև փախուս չի լինի, դրա համար Ամերիկան առաջինը իրանց է ուզում ոչնչացնեն, հա, բանակի հրամանատարությունը փորձում են ոչնչացնել, որ էլ ընդ ով էլ մնա, արդեն էլ առանց հրամանատարության չի կարա բանակը լավ պատերազմի, հասկանում եք։ Չի կարա, ինչքան էլ ուզում ես ընդ առյուծ տղեկ բեր, ոսկի տղեկ բեր, ոչ մի բան չեն կարա անել։ Այս է ստրատեգիան։ Ի տարբերություն թուրքը չէր կարում մեր հրամանատարությանը ոչնչացնել, բայց հրամանատարությունը իր ձեռով թողեց ու թռանն է, հետո բավոր բանը Արցախը թողում գալիս էին, մտում իրանք նենց շատ մտահոգված sense կանգնում էին, sense խոսքը իհարկե ճակերտների մեջ գեներալներ են, հրամանատարներ են, sense կանգնում են, մտում ինչ լավ ախպեր։ Արա դու կարիք, դուք եւ ձեզ նշանակողները մեր բանակում հրամանատարներ, չգիտեմ, գեներալներ, այ դուք եւ ձեր նշանակողները, հետո կասեն էս էր մեղավոր։ Ձեզնից ավելի մեծ մեղավոր չկա, որտեվ դուք թռան եք, թռակ։ Մի խոսքով հենց դա էլ տեղի է ունենում հենց այս բան, ժողովուրդ ջան, Իրանում ի տարբերություն մերոնց որ թողին թռան շատերն էլ տենց բանցիկով հանձնին միլիարդ զենքը եւ համին նստած են ճակերտների մեջ ասած Բարթի Բաքվի պատվալներում Մել ասում եմ փրկեք մեզ։ Լավ։ Կան տեղեկություններ ժողովուրդ ջան, որ Իրանի այսպես կոչված բարձրագույն ռազմական եւ քաղաքական ղեկավարությունների մի մասը սպանվել է։ Սա հենց այնա, որ ասում եմ անպատերաստ բռնեցին, որովհետեւ եթե պատերաստ լինեին, ինչքան էլ այսպես միանգամից շատերը չէին մահանա, հա, այսպիսի կարևոր մարդիկ, հա։ Նույնիսկ շրջանառվում են խոսակցություններ, որ երկրի ամենաբարձր ղեկավարության ճակատագիրը միջև հիմի ամբողջությամբ պարզ չէ։ Ժողովուրդ ջան, անգամ խոսակցություն է գնում, իհարկե սա այսպես կոչված հաստատման կարիք ունի, բայց երկրի հոգևոր առաջնորդի, այսինքն երկրի գլխավոր դեմքն է
Խոսում են, որ ոչնչացվել է, չնայած Պարսկաստանը մերժում է, ասում է, չէ, մի կողմից ասում են, հա, մենք իրականությունը դեռ չգիտենք, պետք է սպասենք, ասում է ժամանակը ցույց կտա Իրանը։ Սա արդեն համակարգային ցնցում է պետության համար, երբ որ արդեն ասում են, որ գիտես ինչ կա քո հոգևոր առաջնորդը, որը որ քո երկրի գլուխն է, նա ոչնչացված է։ Հիմա եկեք խոսենք հոբ համակարգից, քանի որ ես խոստացա, որ անպայման խոսենք հենց այդ հոբ համակարգից, հա, դրա համար պետք է հասկանանք, հա, ինչպես է աշխատում ռազմական օպերացիան։ Իսկ այդ ռազմական օպերացիայի այդ առաջին փուլը արդեն կլասիկոյա դառը, ժողովուրդ ջան, սաղս գիտենք, միշտ նույնն է, հա, կուրացնել հակառակորդին, այսինքն ոչնչացնել հոբ համակարգը, դրանից հետո հարվածել կապի համակարգերին, որ կապնել կդրեն ու հետո միայն զանգվածային այդ հարվածները կլինեն կամ կետային հարվածներ կլինեն, էդի նայած թե արդեն քո մոտ ոնց է մշակվել։ Եվ ըստ ներկայիս տվյալների հենց սա էլ տեղի է ունեցել։ Սկզբում ոչնչացրել են ռադարները եւ հակաօդային պաշտպանության համակարգները։ Եվ հետո միայն սկսվել են իհարկե հիմնական հարվածները։ Այսինքն Իրանի երկինքը փաստացի բաց է, տկլոր է, հա, եւ դժվար է կարողանան փակել, քանի որ ոչ իրանական տեխնոլոգիան է զարգացած, ոչ չինական, ոչ էլ ռուսական, որ կարողանան երկինքը փակել։ Մի հատ շատ հետաքրքիր փաստել, սա խոսքը իհարկե Իսրայելի եւ ԱՄՆ-ի դերակատարության մասին է, այսինքն դերակատարությունները բաժանված են։ Այստեղ շատ հետաքրքիր ռազմավարություն կա, հա, Իսրայելի այսպես կոչված հիմնականում փորձում է հարվածներ կատարել այդ հրթիռային ծրագրերին, այդ ռազմական արտադրությանը եւ իհարկե դրանց այդ արձակման կետերին, ոնց են ասում, հա, երևի տենց էլ հենց ասում են, հա, արձակման կետեր, որտեղից որ թողում են հրթիռները այս կամ այն ուղղության։ Իսկ ԱՄՆ-ն հարվածում է ռեժիմի այդ կառավարմանը, չգիտեմ, բարձրաստիճան կարող է պաշտոնյաներին կամ բարձրաստիճան ինչ որ մի զինվորականի, հա, եւ իհարկե այս դեպքում երկրի առաջին դեպքին, այսինքն նպատակը ոչ միայն ռազմական հաղթանակ տանելն է, այ երկրում այսպես կոչված իշխանությունը գլխատերն է եւ իշխանափոխություն կատարելը։ Դրա համար էլ այն որ ասում է բաժանվել են, ես էս եմ անում, դու էս ես անում եւ գոնե միջև այս պա ոնց որ թե լավ էլ իրանց մոտ սա ստացվում է։ Հիմա ես կուզենամ իհարկե մի երկու խոսքով էլ խոսեմ Իրանի պատասխանի մասին, Իրանը ասում է ուժեղ պատասխան տալիս է, թե ոչ։ Ժողովուրդ ջան, այն կերպ պատասխան չի տալի, ինչի մասին, որ ինչը կամ որ ինքը ցույցեր տալի, հա։ Սա էլ արդեն կլասիկո դառը, մենք գիտենք, որ Իրանը սիրում է մեծ փրթել, բայց հետո չի կարողանում կատարել այն, ինչը որ ասում է։ Հիմա իհարկե հրթիռները արձակում է, բայց համեմատած անցյալ պատերազմին, այդ 12 օրվա, հիմա ասենց այն որ ասում փոքր խմբերով է ուղարկում հարվածները, կարող է մի քանի հրթիռ ուղարկի, հետո դաթարի, հետո էլի մի քանի հրթիռ ուղարկի, հետո դաթարի, իսկ այն ժամանակ ասենց այն որ ասում ուժեղ ասենց հարվածներ էր հասցնում, ասենց անդադար, փորձելով ճեղքել հակաօդային պաշտպանությունը։ Այս անգամ այդպես չի, այս անգամ ավելի փոքր խմբեր է ուղարկում, իհարկե որոշները տեղ են հասնում, չեմ ասում տեղ չեն հասնում, բայց իհարկե մեծ մասը ոչնչացնում են։ Ստե հետաքրքիր է այն է, որ ինքը սկսել է արդեն հարվածել այսպես կոչված Պարսից ծոցի երկրներին, որը որ ես չգիտեմ ինքը ոնց է մտածում, հարվածում է այնտեղի ամերիկական բազաներին, ռազմական բազաներին, ինչը որ հաղորդման սկզբից ասեցի, մի դուք պատկերացրեք, Պարսկաստանն էլ մեր մոտ բազա ունենար, հա, այն շատ խելացի մեր քաղաքական գործիչներին։ Լավ, վերադառնալով թեմային, հարվածում է այնտեղ եւ սա ավելի շատ թշնամիներ է իհարկե ստեղծելու Պարսկաստանի շուրջ, որտեվ այս երկրները արդեն իրաց դժգոհությունները իհարկե հայտնում են, որտեվ իրանք անգամ տուրիստական տեղերն են հարվածում։ Մի խոսքով այս երկրները վերջապես կարող է միանան Իրանի դեմ կոալիցիային եւ բազմաբևեռ մի հատ պատերազմ դառնա Իրանի դեմ։ Չնայած ես կարծում եմ դրա կարիքը չի լինի, բայց ես չգիտեմ ոնց է մտածում։ Իմ կարծիքով կարիք կա մի հատ վերանայելու իրանց քայլերին, որտեվ սա կարող է բերի ավելի մի մեծ աղետի Իրանի համար։ Ավելի տեղով ինքը մենակ է։ Եթե հույսը դրել է Ռուսաստանի վրա, ինքը չարաչար սխալվում է։ Ռուսաստանը երբեք ոչ մեկին չի գալի օգնում,
ճիշտ պահին։ Ինքը եթե էլ գալիս էլ է, մենակ այն ժամանակ, երբ որ արդեն գեզի կոտորել են։ Այդ վաղ նորա գալի, որ մթում ինքը նենց հրեշ տակա, էլի։ Չնայած այս դեպքում ինքը չի էլ կա, այդքան չկա, որ ինքը գա մեկին օգնի, մեկը լինի, իրան օգնի։ Դե Չինաստանն էլ չեմ կարծում, որ խառնվի։ Ստե հարցը այն է, որ մեծ պրոբլեմ կա, որտեվ այդ նավթային նավերը փակված են հիմա դուրս չեն կարողանում գան եւ սա կարող է մի հատ մեծ կոլապսի բերի, իհարկե նավթի գների մեծ բարձրացմանը կարող է բերի, որը որ ասում է ոչ միայն կբերի ողջ աշխարհով մեկ նավթի գնին բարձրացմանը, այս դե մի հատ ցավալի հարց կա, որ մենք պետք է նշենք, որ սրանից շատ լավ կարող է օգտվի Ադրբեջանը, որտեվ ինչպես գիտեք ինքը այսպես կոչված բենզակալոնկա, հա, լցակայան երկիր է եւ ինքը հենց նավթով սնվող երկիր է եւ նա կարող է այսպես կոչված մեծ օգուտներ տանել, հա, այս բայից, այսինքն օգտվել այս առումով եւ լավ գումարներ աշխատել, ցավոք սրտի։ Իսկ մեր ձեռքի ինչ կա, մենք ոչ նավթ ունենք, ոչ շի բան, հա, մեր համար վատ ալնելու, որտեվ երկրում նավթը թանկանալու է։ Ու հանգարց թե չեմ ուզում, որ ինչ-որ մեկը թելնի, հա, ես ինչ-որ հատուկ սրան կամ դրան պաշտպանելու համար չեմ ասում, այ իրականությունն եմ ասում, որ ասեք, գիտեք ինչ դու ես մեղավոր կամ դու ես մեղավոր, որ նավթի գինը բարձրացա։ Ոչ, նավթի գինը բարձրանա տվյալ իրադրության պատճառով, որը որ բարձրանալու է, եթե սեն չարունակվի, հա, բարձրանալու է ամբողջ աշխարհով մեկ։ Չնայած առանց էլ ամբողջ աշխարհով մեկ բարձրանալու, բայց պատկերացրեք ինչ ա լինելու։ Ընդհանրապես այսպիսի դեպքերում էլ ոսկու գներն էլ է բարձրանում, ժողովուրդ ջան, սա sense տրեյդերի խորհուրդ էլի, sense դեպքերում ուշադիր եղեք, գնեք ոսկի, եթե կարող եք, որտեղ ոսկու գները այս դեպքերում բարձրանում է։ Մի խոսքով այս պատերազմով ժողովուրդ ջան, այս աշխարհաքաղաքական բալանսը մեր մոտ փոխվելու է, հա, իհարկե դեռ շուտ ամեն ինչ ասել, պետք է սպասել արդյունքներին, հա, վերջանա պատերազմը, տեսնենք ոնց է վերջանում, չնայած այն բանին, որ ուժերը անհավասար են, իհարկե Միացյալ Նահանգները շատ ավելի ուժեղ է, դե պլյուս Իսրայելը, պլյուս լիքը օգնողներ կան եւ այլն, ուժերը անհավասար են, բայց ինչ որ է սպասենք արդյունքներին, մեզ համար սա կարող է լինի իհարկե, երբ որ գիտեք ինչ կա, տարածաշրջանի բալանսը խախտվում է եւ արդեն մեծ խաղացողների ուշադրությունն էլ ուրիշ տեղ է շեղված, հա, սա կարող է մեծ վտանգներ բերել փոքրիկ երկրի համար, բայց նույն ժամանակ էլ կարող է մեծ հնարավորությունների դուռ բացել, հենց որ մեր երկիրը պետք է պատրաստ լինի եւ մեկին եւ մյուսին։ Հասկանում եք, միայն անպայման չի վատը տենալ, պետք է լավն էլ տենալ։ Այո, վատը կա, բայց լավն էլ կա։ Սա հնարավոր է, որ մեզ համար մեծ հնարավորություններ բացի, բայց չի նշանակում, որ սա վտանգ չի բերում։ Հիմա ժողովուրդ ջան, այ ինչ էի ուզում ասեի, երբ որ Հայաստանում, հա, չգիտեմ, ընկե մտածում են, թե ով ումից է բաժանվե, խի է բաժանվե, ճիշտ է այդ բաժանությունը, թե շինծ ու բաժանություն է, թե չգիտեմ, շոու է, թե շոու չի, մենք ոնց որ ասում բան ու գործ չունենք, նստե հետ ենք քննարկում, մեր հարևանը լուրջ վտանգի տակ է, եւ այս հարվածի այս կայծերը կարող են գան Հայաստան։ Սահմանապահներին խնդրեմ, որ ուշադիր լինեն, որ պատերազմը իհարկե մենք ցավում ենք, բայց սա չի նշանակում, որ բոլորին կկարողան, եթե այդպիսի բան լինի, հա, բոլորին թույլ չտալ մտնել Հայաստան, մենք փոքր երկիր ենք, ընդամենը 3 միլիոնանոց եւ չեն կարող թույլ տալ, որ մեծականակ իրանցիներ գան Հայաստան։ Իհարկե ցավալին գիտեք որն է, որ Հայաստանի այդ սահմանից արդեն ես մի քանի անգամ նշել եմ, որ ապրում են մեծաթիվ Իրանի ազերներ, հա, թուրքախոս, իրանք հաստատ չպետք է գան մեր երկիր, հասկանում եք թե ինչի համար, հա, եւ այդ անվտանգության երաշխիքը այսօր սահմանապահներն են Իրանի հետ կանգնած, Իրանի սահմանին կանգնած, որ իրանք պետք է երաշխավորեն։ Հիմի թե ոնց կանեք, էդի դուք գիտեք, բայց հաստատ ոչ մի բան ավելի թանկ չի, քան թե մեր պետականությունը։ Իսկ եթե մեծականակ օտար երկրյա ժողովուրդ լծվի մեր երկիր, դա արդեն վտանգի տակ է դնելու մեր պետականությունը։ Ես նորից կրկնում եմ, ոչ մի բան, вообще ոչ մի բան, ընդհանրապես դες բան գոյություն չունի, որը որ ավելի թանկ է, քան թե Հայաստանի Հանրապետությունը։
Ժողովուրդ ջան, այսօր այսքանը, խնդրեմ որ դնեք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, աջակցեք իմ ալիքին, արդեն YouTube-ի մոնետիզացիան բաց է, այսքանը, ստեսություն, հաջողություն։ Կարճ ժողովուրդ ջան, որովհետև հաղորդումը դեռ նոր ասма նոր ավարտեցի ու նորություն եկավ, որ Իրանի հոգևոր առաջնորդը մահացել է։ Հիմա ես ճիշտ ասած 100% չեմ կարող ասել դա տենց է տենց չի, բայց արդեն պաշտոնական հաղորդագրություններով ասում են, որ մահացել է։ Մի խոսքով սա էի ուզում ավելացնել, որ այս ինֆորմացիան չպակասի մեր հաղորդման մեջ, ճիշտ է, ես ասացի, որ այդպիսի խոսակցություններ կան, բայց հիմա արդեն պաշտոնական հաղորդագրություններ են գնում, դրա համար որոշեցի անպայման ավելացնել։ Այսքանը ժողովուրդ ջան։